Բարի առավոտ իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, թող այսօր լույսը բարի լինի բոլորիս համար։ Ինչպես միշտ ձեր հետ ես եմ Պայծառատես Անի Գրիգորյանը իմ օգտակար խորհուրդներով։ Մինչ օգտակար խորհուրդները սկսելը պետք է ձեզ ասեմ, որ յուրաքանչյուր առավոտ բացվելուն պես շնորհակալություն հայտնեք Աստծոց, որ առավոտը բացվել է, որ դուք տեսնում եք այդ առավոտը, որովհետև ոչ բոլորին է բախտ վիճակվում, որ յուրաքանչյուր առավոտ արթնանան։ Դրա համար մենք պետք է շնորհակալություն հայտնենք, այլ ոչ թե արթնանանք եւ ինքներս մեզ անիծենք, հիշենք մեր հիվանդությունները, ցավերը, անիծենք մեզ։ Ճիշտ է, բոլորս էլ մեր կյանքում ունենք հոգսեր, խնդիրներ, բայց պետք է առաջ շարժվել, պետք է ինքներս մեզ ոգևորենք, տրամադրենք, որ մենք լավ ենք լինելու, որ այս առավոտ յուրահատուկ է լինելու մեր համար, ոնց արևն է 4 կողմից փայլում, այդպես էլ ճակատագիրը, բախտը, կյանքը մեզ է փայլելու այսօրվանից սկսած։ Եթե մենք մեզ ֆիքսենք դեպի լավը, անպայման այդ լավը, այդ հաջողությունը մենք ունենալու ենք։ Իսկ այսօր ձեր հետ միասին կիսվելու եմ մի յուրահատուկ գաղտնիքով, այնպիսի գաղտնիքով, թե ինչպես կարելի է անել, որ ընտանիքում երբեք հացը, ջուրը, աղը չպագասի։ Իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, իմ շատ սիրելի հետևորդներ ջան, ես այս փոքրիկ հաղորդումով ուզում եմ, որ դուք յուրաքանչյուրդ լինեք երջանիկ, բախտավոր եւ յուրաքանչյուրի առավոտները լինի Աստծո ջերմությամբ, Աստծո օրհնությամբ լցված։ Եթե դուք փորձեք մի քիչ ունենաք այնպիսի հավատք, մանանեխի հատիկի չափ հավատք, ապա հավատացեք, որ կարող եք սարեր շուրջ տալ։ Իսկ ես այսօր ասելու եմ, թե ինչպես անենք, որ երբեք մեր հացը, ջուրը, աղը չպագասի։ Մեզ ինչ է անհրաժեշտ, եթե ընտանիքում ապրում են 3 հոգի, մեզ ընդամենը հարկավոր է 3 հաց, բայց ոչ այն մեծ հացերից, կան այսպիսի փոքրիկ հացեր, կա նաև այսպիսի թխվածքապլիտներ, պարտադիր չի այսպիսի, դուք որ ընտրում եք, քաղցրավենիք թխվածքապլիտ, որ պատրաստված լինի ցորենի այլուրով։ 3 հատ վերցնում ենք այդ թխվածքապլիտից եւ ամենակարևորը չենք մոռանում ջուրը, քանի որ ջուրը ուժեղ հաղորդակցման միջոց է տեզերքի հետ։ Վերցնում ենք մեր ծորագի ջուրը, կամ այն մարդիկ, ովքեր առնում են ջուրը խմելով, համար ծորագում ջուր չկա, վերցնում ենք այդ ջուրը յուրաքանչյուր ընտանիքի անդամի չափով 3 բաժակ լցնում ենք որևիցե մի տարայի մեջ եւ վերցնում ենք 3 այսպիսի թխվածքապլիտ։ Ինչի 3, ես օրինակն եմ բերում, որ եթե ընտանիքում 3 հոգի մարդ է ապրում, կարող է ընտանիքում 10, 20 արդեն դուք ինքներդ եք որոշում եւ ասում հետեւյալ խոսքերը ջրի վրա եւ այս թխվածքապլիտներից մեկը վերցնում ենք մեր ձեռքը եւ ասում ինչպես ճիշտ է որ Հիսուս Քրիստոսը 3 ծուկ ու 3 հացից տվեց անթիվ ու անհամար կերակուր, ինչպես Աստված սարքեց մարդուն անթիվ ու անհամար կերակուրներ, չթողեց, որ նրանք սոված մնան, կերան կշտացան եւ այդ 3 ծուն ու հացը այնքան շատացավ, որ բոլորին բաժինելով, այդպես էլ թող Հիսուսի կամքով իմ ընտանիքում Աստծո զորությամբ, Աստծո օրհնությամբ, աս հացը, ջուրը, աղը այնպես օրհնվի, որ երբեք իմ տան հացը չպագասի եւ ես կարողանամ օրհնեմ ու օգնեմ բոլոր մարդկանց։ Ամեն, ամեն, ամեն։ Այս ամենը դնում ենք մեր պատուհանակոքին երեկոյան։ Թողնում ենք գիշերը մնում է, իհարկե հացը կարող ենք փակենք, որպեսզի չչորանա, իսկ առավոտ ծեգին շատ շուտ ժամը 7-ին վեր ենք կենում, նորից մեր խոսքերով դիմում ենք Աստծուն։ Այդ կլինի ցանկացած բառ, ցանկացած աղոթք, թեկուզ հայրմերը, ասում, որ Տեր Աստված, շնորհակալ եմ, որ այս առավոտ բացեցիր մեր վրա եւ թող այս առավոտվա նման լինի իմ օրերը բարի, երջանիկ, հաջողակ եւ իմ հացը, ջուրն ու աղը տան երբեք չպագասի։ Եվ այդ հացն ու ջուրը բաժանում ենք ընտանիքի անդամների վրա, բոլորով ուդում վերջացնում են, չի կարելի թողնել մի փոքրիկ թեկուզ մնացորդ, որ ասենք վայ, այս մի պուջուրը թողել ենք, շներին տանք, կատվներին, թրջուններին, չէ, ամբողջը պետք է ուտենք։ Դրա համար հարկավոր է վերցնել այնպիսի թխվածքապլիտ կամ այնպիսի հաց, որ փոքր լինի, որ կարողանաք ամբողջը ուտել։ Այս յուրահատուկ հաղորդման միջոցով մենք բոլորս ուզում ենք, որ դուք յուրաքանչյուրդ լինեք ուրախ, հաջողակ, առողջ, երջանիկ ու բախտավոր իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, իմ շատ սիրելի հետևորդներ, թող յուրաքանչյուրիս առավոտները լինի անփորձանք, խաղաղ, թող ընտանիքում ոչ ոք չպագասի։ Իսկ ես Պայծառատես Անի Գրիգորյանս պատրաստ եմ ձեզ օգնելու։ Զանգահարեք 077 49 48 28 հեռախոսահամարով կամ զանգահարեք 098 80 89 30 հեռախոսահամարին։
մեծ սիրով ու ջերմությամբ կօգնեմ ձեզ, թող բոլորիդ հետ լինի հույս, հավատ եւ սեր։